Կրեմլում անցկացված բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինը եւ Սիրիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան անդրադարձել են հետասադյան ժամանակաշրջանում ռուսական ռազմական ներկայության նոր ձևաչափին եւ երկկողմ հարաբերությունների առաջիկա օրակարգին։ Մոսկվան նպատակ ունենալով պահպանել իր դիրքերը Մերձավոր Արևելքում մտադիր է շարունակել Հմեյմիի եւ Տարտուսի ռազմաբազաների շահագործումը, մինչդեռ քրդաբնակ Կամիշլիից զորքերի դուրսբերումը դիտարկվում է որպես քայլ ուղղված Դամասկոսում ձևավորված նոր իշխանությունների հետ փոխադարձ վստահության ամրապնդմանը։ Սիրիական կողմը ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը երկրի տարածքային ամբողջականության վերականգնման գործում, միաժամանակ ձգտելով խուսափել Իրանի եւ Իսրայելի միջև հնարավոր ռազմական առճակատման բացասական ազդեցություններից։ Օրակարգում ընդգրկված է եղել նաև Մոսկվայում ապաստանած Ասադի կողմնակիցների գործունեության սահմանափակման հարցը, նոր վարչակարգի դեմ հնարավոր հակազդեցությունները եւ ներքին ապակայունացումը կանխելու նպատակով։ Վլադիմիր Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի կայունացման գործընթացին, փաստացի ճանաչելով Ահմեդ Ալ-Շարայի իշխանությունը երկրի ամբողջ տարածքում։